Բարև հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նոր օծությունը, խնդրում եմ օծիր ինձ քո այսօրվա թարմ օծությամբ, խոսիր իմ շուրթերով, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում եմ քո ձեռքերի մեջ, որ քո հոգու զորությամբ շարժվես ու արձակես մեր կյանքի ամեն իրավիճակի վրա քո փառավոր հաղթանակը, քո կատարյալ կամքը, որը բարին, հաճելին ու կատարյալն է։ Թող քո խոսքը իրականություն դառնա ամեն մեկիս կյանքում, թող սատանայի կառուցած ամրոցները փշրվեն Հիսուսի զորավոր անունով։ Թող գա քո խոսքը, որը ճշմարտությունն է ու ազատի մեզ ամեն սատանայական գերությունից, ամեն սատանայական մոլորությունից։ Հայր, քո փառավոր հաղթանակը ողջ Հայաստանի վրա, այս տարածքում ապրող ամեն մարդու վրա, Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր շատ կարճ ուղերձ ունեմ, ուղղակի մի երազ եմ ուզում պատմեմ ու այդ դրանով ուզում եմ ասեմ այն ինչ որ Աստված այս պահի համար ուզում է մեզանից։ Գիտեք, այսօր մի երազ տեսա, որը մի քիչ ինձ անհանգստություն ճիշտն ասած պատճառեց, բայց երբ որ հասկացա ինչա դրանով ուզում ասի Աստված, այսինքն ինքը տալիս էր լուծումը ու հիմա իհարկե առաջնորդելու է մեզ դրա մեջ։ Գիտեք, ես երազիս մեջ տեսնում էի մի մարդու, որը եղբայր է, որը մտերիմ մարդ է, բայց որը ցավոք սրտի վերջի ժամանակներում ննջեց, ու ես տեսնում էի ինքը դանակը ձեռքին հարվածում էր իր եղբայրներին, վնասում էր ու սպանում էր, ու հետո մի ուրիշ եղբայր եկավ ու պատմեց ու ասեց, որ տեսել է այդ եղբորը, որ ինքը դանակով սպանում է եղբայրներին։ Ես իրան ասացի, ոնց կարա տես բանը լինի, ինքը մահացած է, ոնց կարաս դու ասես, թե ինքը մարդ է սպանում հիմա, ասեց չես հավատում, մի հավատա, բայց ես տեսել եմ, որ ինքը դանակը ձեռքին սպանում էր մարդկանց։ Գիտեք, իր ասածները ինձ մի քիչ անհանգստություն պատճառեցին ու բնական է հավատալու չէր, որովհետև ես գիտեմ, որ այդ եղբայրը ննջած է։ Բայց հետո հաջորդ դրվագի մեջ ես հենց այդ եղբորը տեսա դանակը ձեռքին, որը հարձակվում էր եղբայրներից ինչ-որ մեկի վրա ու դանակով խփում էր ու սպանում էր։ Ու հետո ես տեսա, որ ուրիշ եղբայրներ այս մասին իրար պատմում են, խոսում են, բայց զարմանալին էն է, որ այդ նույն եղբայրների ձեռքին հանկարծ հայտնվեցին դանակներ ու իրանք սկսեցին իրար խփել այդ դանակներով ու իրար սպանել։ Ու եղբայրների մեջ կռիվ էր անդադար, իրանք ունեին բոլորով դանակներ և բոլորով իրար սպանում էին ու իրանք իրանց փչացնում էին։ Գիտեք, սա ամբողջ երազն էր, ես արթնացա, շատ մտահոգ էի տեսածիս վրա, սկսեցի մտածել, գիտեք ինչն է ամբողջ հարցը, այդ դանակը ինքը սրի խորհրդապատկերն ունի, որը Աստծո խոսքի խորհրդապատկերն է։ Գիտեք, հարվածել Աստծո խոսքով դիմացինին, վնասել ու սպանել, փաստորեն ստացվում է, որ եղբայրների մեջ ընդունված բան է ու աննկատ է, անտեսանելի է։ Նույնիսկ թվում է, թե մարդը հոգևոր ընկած վիճակում էլ ի զորու չի, հոգևոր մեռած է, բայց փաստացի Աստծո խոսքը նորից կարողանում է օգտագործի ու վնասի։ Ու ոչ միայն հոգևոր ընկած մարդիկ, ոչ թե մենակ հոգևոր մեռած մարդիկ են դա այդպես անում, այլ նաև այն մարդիկ, ովքեր որ արթուն էին, որ տեսնում էին, հասկանում էին ինչա կատարվում, բայց նույն սխալը իրանք կրկնում էին։ Այսինքն Աստծո խոսքը մեզ տրված է իրար համար օրհնություն որպես ծառայեցնելու, բայց այս տեղում բացահայտ երևում էր, որ իրար դեմ է օգտագործվում ու իրար վնասում են, իրար սպանում են ու սատանան օգտագործում է Աստծո խոսքը եղբայրների շուրթերին ոչ թե օրհնություն բերելու, այլ անեծք բերելու։ Գիտեք, Աստվածաշնչում կան շատ դեպքեր, դուք կարաք տեսնեք պատերազմ եղբայրների մեջ, օրինակ Հովսեփին վերցնենք, նախանձի պատճառով իրանց եղբորը վերցրեցին, նախ գցեցին գուբը, ուզում էին սպանեին,
բայց հետո փոշմանեցին, որոշեցին վաճառեն։ Այսինքն նախանձի պատճառով եղբայրների մեջ լինում է պատերազմ, լինում են վեճեր։ Հիշեք նաև Եսավին ու Հակոբին, Հակոբը, որը Եսավից գողացավ անդրանիկությունը, եւ Եսավին նեղ վիճակի մեջ բռնցրեց, ասենց ասած, ու իր ուշք ու միտքը անդրանիկությունն էր։ Տեսեք, իր հարազատ եղբայրն է, աղբորը սոված տենալով հանդերձ, կարա օգնի ու սնունդ առաջարկի առանց որևէ սպասում ունենալու, առանց որևէ հետին մտքի, բայց Հակոբի ուշք ու միտքը անդրանիկությունն էր, ու ինքը ամեն առիթը օգտագործում էր այդ անդրանիկությունը վերցնելու համար, ու ինքը այդ հարմար առիթ էր իր համար, որ իր Եսավ աղբերը շատ սոված էր ու համաձայնվեց իր անդրանիկությունը այդ միաման ապուրի դիմաց զիջելու։ Հետագայում ինքը հասկացավ իր արած սխալը, դա իր համար դառավ շատ կարևոր մի բան, որտեղ ինքը կորցրեց օրհնությունը, իր հոր օրհնությունը կորցրեց, ու դրանից հետո հասկանալով Հակոբի արած նենգությունը, անդադար ուզում էր իրան սպաներ։ Այսինքն կան տարբեր պատճառներ, որ մարդկանց մեջ բարձրացնում է այդ ցասումը, այդ վիրավորանքը, որ անպայման ուզում են դիմացինին անպայման պատասխանը տան իրանց արած սխալի համար։ Ու ես իմ տեսած երազի մեջ էլ, գիտեք, ճիշտ է, ես այնտեղ մանրամասնություններ չէի տեսնում, պատճառներ չէի տեսնում, ինչի համար են իրար սպանում, բայց ինչ որ պատճառներ միշտ կան։ Գիտեք, ես ուզում եմ ասեմ, որ եթե մենք շարունակենք նման ձևով, հիմնավոր ձևով, եթե մենք փորձենք ասել, որ մեր հանդեպ սենց են վարվել, ուրեմն մենք դրան համապատասխան պատասխանում ենք, իմացած եղեք, մենք մեզ վնասում ենք, որովհետև չներելու արդյունքում մենք մեր կյանքի վրա արձակում ենք հիվանդություններ։ Այսօր շատ հիվանդություններ, որ կան, ու հատկապես ռակով հիվանդները, հիմնականում արմատը, որ նայում ես, դա չներելն է։ Գիտեք, ես երազը, երբ որ ես տեսնում եմ, ես հասկանում եմ, չներելու արդյունքում մարդիկ իրար դեմ են պատերազմում, բայց բավական է իրար ներեն, իրանք շնորհ կգտնեն Աստծո առաջ, իրանց հարաբերությունները կվերականգնվի ու իրանց մոտից հիվանդությունները կնահանջեն։ Այսօր հիմա, երբ որ ես սրա մասին ասում եմ, ես հստակ ասում եմ, կան ձեր մեջ մարդիկ, որ չներելու արդյունքում հիվանդ են ռակով։ Բայց եթե դու այսօր որոշում կայացնես ու ասես Աստված ջան, ես ներում եմ այն եղբորը կամ այն քրոջը, ով որ իրան թույլ է տվել իմ հանդեպ այն սխալը, որի հետևանքով իմ մեջ բարձրացել է չարություն, վրեժխնդրության ծարավ, բայց որը անդրադարձել է քո առողջության վրա, երբ որ դու հիմա բերես այս ամեն ինչը Աստծո առաջ ու խնդրես իր գերբնական միջամտությունը, խնդրի թող Աստված օգնի քեզ, որ դու կարողանաս ներես, որովհետև ես գիտեմ, այդքան հեշտ չի ներելը, մանավանդ երբ որ դու ունես հիմնավոր պատճառ, գիտակցում ես, թե ինչ մեծ սխալ են արել քո հանդեպ, որը ներելու չի, բայց ցավոք սրտի այդ չներելը քո կյանքում է հիվանդություն առաջացրել։ Ես այսօր ուզում եմ Աստծո գերբնական շնորհքը, որ արձակվի քո կյանքի վրա, ու սատանան պարտվի, անեծքը քանդվի քո կյանքի վրայից, քո ներելու արդյունքում գա գերբնական բժշկող զորությունը քո վրա, ու ամեն ռակ քո օրգանիզմում արմատից չորանա ու վերջանա հավիտյանս հավիտենից։ Ես կանչում քո վրա Տիրոջ զորությունը, որ օգնի քեզ, որ դու կայացնես ճիշտ որոշում ներելով քո քրոջը կամ քո եղբորը, որը կդառնա քո կյանքի օրհնությունը ու քո եղբորի օրհնությունը, որի պատճառով ձեր հարաբերությունները կբժշկվեն ու ամեն բան, ինչ որ սատանան փչացրել էր, կվերականգնվի։ Հարաբերությունը մենակ քույր եղբայրների մասին չի խոսքը, կարա լինի ընտանիքի անդամների հետ, ծնողների ու երեխեքի հարաբերություններում, ֆիզիկապես քույր եղբայրների հարաբերություններում, հարազատների շրջապատում։ Ես օրհնում եմ ձեզ, որ Տիրոջ
խոսքը ձեր կյանքում բերի փոփոխություն ու ճիշտ որոշում կայացնելու ցանկություն, ու թող Տերս տա ձեզ զորություն, որ դուք ձեր որոշումով ներեք, ու Աստված առաջնորդի ձեզ, զորացնի ձեզ, որ դա կատարվի լիակատար Աստծո զորությամբ, որ ամբողջությամբ այդ ցավը ձեր սրտից դուրս գա, ու դուք երբեք չհիշեք այն դավաճանությունը, որ ձեր հանդեպ եղել է, կամ այն նախանձի պատճառով ցավը, որ ձեզ պատճառել են, կամ այն գողությունը, որ հանդեպ արել են, ինչ պատճառ էլ ուզում է լինի, ինչ հիմնավոր պատճառ էլ որ եղած լինի, Տերս այսօր ուզում է քո կյանքի վրա բերի հաղթանակ, քո ներելու արդյունքում վերականգնելով քո առողջությունը։ Սատանա, դու պարտված ես, քո տեղը դժոխքն է։ Ես քանդում եմ ամեն փչացած հարաբերություններ, որ դու մարդկանց կյանքերի վրա ստեղծել ես։ Քո զորությունը զրոյական է, դու առ ոչինչ ես, քո սուտը բացահայտված է, քո տեղը դժոխքն է, ու Տիրոջ օրհնությունն է գալի բոլոր հարաբերությունների վրա վերականգնելու ու հարություն տալու։ Հիսուս, շնորհակալ եմ քո արած զոհի համար, խաչի վրա տարածած հաղթանակի համար, որ դու նվիրում ես այս հաղթանակը մեզ, ամեն մեկիս, որին արժանի չէինք։ Դու ես մեր փոխարեն գինը վճարում ու բերում փառավոր հաղթանակը ամեն իրավիճակի վրա Հիսուսի անունով։ Ամեն։